Դե ինչ շարունակում ենք Առավոտ լուսոն սերի հեռուստադիտողներ եւ ամենահամեղ պահն է։ Այո, երբ Անուշը խոհանոցում է եւ ես կարող էի բացել այստեղ փակագծերը եւ պատմել թե ինչ հետաքրքիր հնարքներ է որոշել այսօր իրականացնել Անուշը, բայց ես դա կթողնեմ, որպեսզի Անուշ դու ներկայացնես։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր այո, շատ հետաքրքիր թրենդային բաղադրատոմսեր ենք ներկայացնելու, բայց նախ ասեմ, եթե տանը ժամանակ չունեք եւ գիտեք արագ հյուր են գալիս, դուք ունեք տանը բանան, օրինակ թխվածքաբլիթներ, կաթ եւ ընկույզ, որը կարող է եւ չլինել, բայց արագ կարող ենք աղանդեր պատրաստենք եւ իհարկե կակաո։ Արագ կարելի է պատրաստել աղանդեր ու հյուրասիրել սուրճի հետ։ Այս բաղադրիչները այն բաղադրիչներն են, որ գրեթե միշտ լինում են տանը։ Այո, այո։ Թխվածքաբլիթները դնում ենք եւ շատ արագ է պատրաստվում։ Նայ, հնարքները սկսվեցին։ Դնում ենք այսպիսի փակվող տոպրակների մեջ։ Այսա հաճիկով կանեի, գիտես։ Հետո սկսում ենք եւ շրել եւ մանրեցնել։ Այո, վերցնում ենք մայրիկի գրտնակը։ Ահա։ Եվ սկսում ենք ծեծել։ Սկսում ենք, այո, ծեծել։ Բայց պետք է օդը հանել։ Նոր, այո, այսպես։ Ահա։ Եվ ընդամենը մի քանի վարկյանների ընթացքում, իսկ, այո, մենք ստանում ենք շատ մանր թխվածքաբլիթներ։ Cheesecake-ն էլ են, չէ՞, այսպես պատրաստում։ Ինչպես? Cheesecake-ը կամ տարբեր տարտերը, այո, շատ ճիշտ եք։ Եվ մենք այստեղ շոկոլադ ենք հալեցնում, դառը շոկոլադ, որպեսզի հետո պատրաստենք եւս մի թրենդային հետաքրքիր աղանդեր, որը իհարկե այսօր թրենդային օր է լինելու խոհանոցում։ Փակագծերը չբացենք մինչև վերջ, բայց խոհանոցի վերջում ցույց կտանք ինչ ենք անելու։ Ահա։ Կարևորը չվնասել տոպրակը, որպեսզի գետնին չթափվի։ Ավարտեցինք։ Մի անգամից լցնում ենք ափսեի մեջ, որտեղ պետք է խառնենք ամբողջը։ Կաթի եւ մյուս բաղադրիչների հետ։ Ինչպես։ Կաթի եւ մյուս բաղադրիչների հետ։ Այո։ Խառնելու։ Ահա։ Սա այսպես, հիմա վերցնում ենք բանանը եւ պետք է պատարագաղով ճզմենք ու հետո ավելացնենք թխվածքաբլիթի։ Համլետ, դու քաղցրակեր ես։ Շատ տխուր ասեց։ Չէ, ակարակը կենտրոնացած եւ սևեռված է, որ հասկանամ ինչ է ի վերջո դառնալու։ Որ տանը պատրաստի։ Այո, այստեղ համտեսին նախ։ Նախ, միանշանակ ճիշտ ես, այո։ Իրականում շատ-շատերն են հավանում այս փոքրիկ թխվածքաբլիթները, որ հիմա մենք կստանանք։ Վստահ եմ, որ դուք էլ կհավանեք։ Մենք էլ ենք վստահ։ Այսպես մանր պետք է ճզմենք և կավելացնենք վրան։ Իսկ այստեղ կոկոսի քերուկ ունենք, որպեսզի վերջում գնդիկներ ենք պատրաստում և կոկոսի քերուկով թաթախում ենք։ Դա էլ ես ցանկության կարող ենք անել, կարող ենք ոչ։ Այո, կարող ենք նաև ընկույզով թաթախել մանր փշրած։ Իսկ վերջում հալած շոկոլադի մեջ ենք թաթախելու գնդիկները, Այդ հալած շոկոլադը մեր անակնկալն է։ Հա, շատ լավ։ Համբերիր։ Բայց կարող եք, ուղղակի շատ շոկոլադից կփորձես։ Ուղղակի շատ քաղցր կլինի։ Հա, կոկոսի քերուկը մի քիչ բալանսավորում է երևի, համը ավելի։ Այո։ Իրականում ես մտածեցի հիմա, որ կարելի է նույնիսկ նուռ անել, պես թթվաշությունը քաղցրի հետ։ Ինչ անել։ Նուռ։
Այո։ Երանի մեզ, որ մենք ունենք նուր, չէ։ Հենց ձմռան ամիսները գալիս են, ես միշտ դա եմ մտածում։ Թե ինչ հարուստ ենք։ Այո։ Եվ ոչ միայն։ Նուր։ Եվ ոչ միայն նուր, այո։ Ինչ ունենք ձմեռը, որ դու շատ Բա ես արքայան սիրում ձմռան նարինջը։ ամիսներին։ Արքայանար։ Արքանարինջը, Ահա։ Էլ Թուզը։ ձմռան ամիսներին։ Ձմռանը։ Մի րոպե։ Ձմռանը։ Այո, ամիսներին։ ձմռան ամիսներին։ Մենք ունենք մեր տատիկների եւ մայրիկների պատրաստած մուրաբաները։ Չես համոզի։ Մենք ունենք խնձոր, Ծիրանի ջեմը։ նարինջ, Ծիրանի ջեմը։ ոչ, խնձոր, նարինջ եւ ամենակարևորը նուր։ Դե լավ։ Բանանն էլ ավելացրեցինք, հիմա ավելացնում ենք մոտ կես բաժակ կաթ, հիմա կխառնենք ընթացքում, եթե հարկավոր լինի կավելացնենք, կակաոն մի քիչ առատ, մենք կարող ենք նաև շոկոլադե թխվածքաբլիթներ օգտագործել, ով ինչպես կցանկանա, Նախնական հիմքի համար։ այո, այս սպիտակ թխվածքաբլիթի փոխարեն կարող է լինել շոկոլադե, մի փոքր շաքարի փոշի, և հիմա ընկույզ կավելացնենք, որովհետև ես սիրում եմ նման թխվածքաբլիթները ընկույզով, նուշ, պնդուկ, ընկույզ, հունականով, ինչ կցանկանա։ Համլետը ֆիզիկապես եւ հոգեպես այդտեղ է, քեզ հետ է, խոհանոցում է, քեզ հետ միասին խառնում է։ Իսկապես չեմ հասկանում, հետո ինչ է լինելու, գնդիկների են վերածվելու։ Այո, և պետք է թաթախենք կոկոսի մեջ։ Շոկոլադը ուրիշ բանի համար է։ Հիմա ընկույզը կտրենք։ Բայց իսկապես արագ աղանդեր պատրաստելու համար սա շատ հեշտ տարբերակ է եւ լավագույն տարբերակներից է։ Իսկապես։ Եվ մի կրեմ էլ կա, մի անգամ կպատրաստեմ, որը շատ արագ է, էլի թթվասերով շատ արագ պատրաստվող կրեմ է։ Նույն թխվածքաբլիթները ելակով դնում ենք շերտ-շերտ։ Եվ դա էլ ամենա արագ պատրաստվող բաղադրատոմսերից է։ Նաև այս պատրաստման ձևը շատ հետաքրքիր կլինի նաև երեխաներին ներգրավել։ Այո, նույն գրկնակով փշրելը, մանրեցնելը, չէ։ Աղային էֆեկտ կարող է։ Այո։ Ես այդպես էլ արել եմ, ճիշտն ասած, իմ աղջիկն ուղղակի արդեն ինքը ինքնուրույն է պատրաստում, որովհետև սկզբում միասին էինք անում, շատ հետաքրքիր էր այդպես միասին աշխատելը եւ ներգրավում են շատ մեծ ցանկությամբ։ Մանրացրեցինք նաև հունական ընկույզը։ Ավելացնում ենք ափսեի մեջ, էլի մի լավ կխառնենք։ Մենք գիտենք կակաոն որքան օգտակար հատկություններ ունի։ Եվ եթե կան մարդիկ, որ օրինակ շոկոլադ չեն ուտում, գոնե կակաոն կարող են այսպես օգտագործել։ Փոխարինել, այո։ Այո։ Ինձ մոտ օրինակ կակաոն ասոցացվում է փոքր տարիքում կաթը, եռացրած կաթ։ Այո։ Որ ես չէի սիրում խմել, միշտ երբ որ ավելացնում էին մի գտալ այսպես կակաո, տեսքը գոնե փոխվում էր եւ կարողանում է համնել, այո, համնել, ճիշտ ես։ Այդպես կարողանում էին խաբել։ Հիմա մենք կվերցնենք ժամանակն է պատրաստել գնդիկները։ Այստեղ պետք է ուշադիր լինենք, Համլետ։ Ընդհանրապես կարող ենք ձեռքով էլ անել, բայց հիմա փորձեմ ես գդալներով ստանալ։ Ձեռքով ավելի հեշտ, չէ։ Իհարկե հեշտ է։ Վերջում անցնելու ես ձեռքերով աշխատանքի կարծում եմ։ Այսպես պետք է թաթախենք։
Եվ տեղավորենք ափսեի մեջ։ Եվ այդպես բոլոր Երբ գնդիկները։ պրոֆեսիոնալներն են խոհանոցում։ Դիպես։ Գտալով այսպես հեշտ է, բայց երբ որ գնդիկներ ենք անում, եւ պետք է դնել սառցարանում անպայման, որպեսզի սառչի։ Ինձ շատ է դուր գալիս, երբ լավ սառն է լինում։ Հաճելի է այդպես։ Իհարկե, եթե գնդիկներ անենք ձեռքով, ավելի պետք է մի քիչ սեղմենք, ու այդպես ավելի ճիշտ կլինի։ Հիմա եթերում այսպես ավելի գեղեցիկ է։ Էսթետիկ է եւ ճիշտ։ Դե արդեն պատկերացրեցիր, չէ՞, եթերից հետո սուրճը ինչի հետ ենք խմելու։ Այո, բայց միևնույն է, ես կթաթախեի շոկոլադի մեջ այս գնդիկները, որ էլ ավելի քաղցր եւ շոկոլադային։ Երևում է, չէ՞, թե ինչ քաղցրակեր է մեր Համլետը։ Հետո նոր կոկոսի քերուկը վրան, ինչու ոչ, չէ՞։ Բայց շոկոլադով դեռ հնարքներ ունենք։ Դե լավ, սպասենք տեսնենք ի վերջո ինչ հնարքներ Անուշը մեզ Դա էլ եմ ներկայացնելու։ սպասում։ Իսկ սպիտակ շոկոլադ ես սիրում, թե դառը։ Չէ դառը։ Դառը։ Այո։ Քաղցրակերները պետք է կատնային, սպիտակ Դառը շոկոլադ սիրեն։ չերերով, դառը մուշով։ Ես դառը շոկոլադ ընդհանրապես չեմ սիրում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ամեն հաջորդ եթերին պարզում ենք, թե որքան տարբեր ենք ես եւ Լուսինեն։ Բայց կարևորը փոխ լրացնում ենք։ Դա է հետաքրքիր։ Եվ տեսնենք ուր հասավ Անուշը։ Որ երրորդ Դեռ գնդիկին։ ընթացքի մեջ ենք։ Համլետ, կարող ես աստիճանաբար մոտենալ։ Փորձելու։ Ոչ, աշխատելու։ Ես կարծում եմ նույնիսկ կարող ես դու նկարել կողքից, թե մենք ինչ հնարք ենք հիմա անելու, կամ գուցե մեր օպերատորները կնկարեն, իսկ մենք Այո, գեղեցիկ բայց ես այո, կարող եմ նկարել։ Դուք նա։ գեղեցիկ Համլետ։ այդ հնարքը կանենք եւ կտեսնեն մեր հեռուստադիտողները։ Հիմա ասա, դու սիրում ես օրինակ չիփսեր առհասարակ։ Երբեմն։ Երբեմն։ Այո։ Իսկ տեսել ես վերջերս մի թրենդ կար, որ չիփսերի վրա շոկոլադ են դցնում։ Եվ Չեմ պատկերացնում համը, չիփսը, Լուսինեն մեզ հիմա նկարանում է այդտեղից։ Տեսնում եք, ես աշխատում եմ։ Դու աշխատում ես Համլետ, ես եմ։ Ինչ է, չիփսերի վրա շոկոլադը, բայց մի տեսակ տարօրինակ, չէ՞։ տարօրինակ է։ Չնայած, Աղին եթե քաղ- հաշվի առնենք, որ կան մարդիկ, որոնք օրինակ պաղպաղակը սիրում են ֆրանսիական ֆրի կարտոֆիլով համ տեսել, ինչու ոչ չիփսերի վրա կարող է լինել նաև շոկոլադ։ Ահա, Դեպ շատ հիմա գեղեցիկ է ստացվել սիրել։ Ինչքան մարդ, այնքան շատ են տարօրինակությունները։ Դա ես սպասում եմ, վերջացրեք։ մենք հիմա անակնկալ։ Պետք է պատրաստենք չիփսով այդ հնարքը անենք, տեսնենք ինչպես է Ինչ հնարք ստացվում։ ենք անելու։ Չիփսի մեջ հիմա կավելացնենք շոկոլադ ու հետո պետք է սիրելի հեռուստադիտողներ, բայց Ու թամեղ հետո- է լինելու։ պետք է փորձենք տեսնենք։ Շատ լավ։ Ես անկեղծ չեմ փորձել, ի տարբերություն մյուս բաղադրատոմսերի, որ նախապես ենք նախապես է միշտ Այսինքն ներսում փորձում, կան չիփսեր։ շոկոլադե չիփսեր կլինեն։ Այո։ Ես ամեն դեպքում չիփսը առանձին համ տեսեցի, որ Հիշես, թե ինչպիսի համ ունի չիփսը։ հիմա ինչ ենք անում։ Հիմա կխնդրեմ քեզ պահել այսպես եւ ես ավելացնեմ շոկոլադն այստեղ հենց այսպես։ Չեմ պատկերացնում աղի եւ այսպես։ քաղցր համադրությունը Եվ ինչպես է։ ընթացքում պետք է Այսպես անել։ այո, հատակ պետք է սեղանին այսպես անել։ Ահա, լավ է, շարունակենք։ Այսպես։ Եվ այսպես ամբողջը պետք է լցնել։ Դե բայց ինձ թվում է, որ շոկոլադի համը ավելի դոմինանտ է լինելու եւ ամբողջությամբ Չիփսը պարզապես խրթխրթալու է։ չիփսի համը, այո, Կտեսնենք ինչ է կարծես լինելու։ տարածվեց, գիտես։ Ահա։ Տակացավ։ Իջնում է, տակացա։
Եվ այսպես ամբողջը պետք է ավելացնենք ու դնենք սառցախցիկում, սառցարանում մոտ մի քանի ժամ, բայց քանի որ մենք այդ Այդքան ժամանակ չենք, ես տեսնում եմ այստեղ եւս մեկը կա։ Դե ուրեմն Հոպ, ահա։ Եվ ինչ ենք անում։ Սա ամբողջությամբ սառած է արդեն սերի հերոսայտողներ, Հիմա տեսեք։ ինչ պետք է անենք։ Այս Չիփսը եւ շոկոլադը շոկոլադը, միասին։ այո։ Հիմա կտրենք Համլետ, այսպես։ Ու դու պետք է օգնես ինձ, Սա պետք է Ես լուր հետևում եմ։ Լուր հետևում եմ, ուզում եմ Բայց նայեք հասկանալ ինչ- վերջ ինչ է լինելու։ Վաու։ Բայ։ Չէ, բայց ստացվեց, տես։ Շատ լավ ստացվեց։ Տեսեք ինչ հավասարաչափ է եղել։ Բայց շատ լավ գաղափար է։ Որովհետև պետք է այնպես անել, որ չիփսերը չմնան դրսում, ամբողջը շոկոլադապատ լինի։ Դա շատ բարդ է, հեշտ չէր։ Հրաշալի է ստացվել, որևէ չիփս չի երևում, ոչ մեկը։ Ուղղակի հրաշալի է։ Հիմա Դեռ ինչ չենք պետք է գտնում անենք։ համբերի։ Ինչպես ենք կտրելու, ես դա եմ ուզում։ Հիմա պետք է այսպես կտրենք ու Լուսինեին հրավիրենք այստեղ։ Ես կգամ մեծ սիրով։ Ես կգամ։ Ինչպես անենք։ Այսպես շերտ-շերտ ենք ուտելու։ Դու օգնի։ Հիմա հույս ունեմ, որ Բայց բավականին գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է ստացվել, որովհետև ոչ բոլորի մոտ է այսպես ստացվում եւ հետո մեջտեղից նորից են կիսում, որ տեսնեն հաջորդ հատվածները ինչպես է։ Այս մեկն էլ ես փորձեմ։ Շատ լավ է ստացվել։ Ուղղակի հրաշալի է։ Հենց կանչեք, ես կգամ, հա։ Հիշում է արդեն կարող ես գալ։ Համտեսես։ Չիփսային ռուլետ կարող ենք սա անվանել։ Այո։ Մեր սիրելի Քանի որ- սցենարիստը հենց նոր մեզ հուշեց։ Իսկ կարելի է այսպես ավելի շատ մանրացնել, Զգուշ, թե՞ զգուշ, չէ։ Համլետ, ես քեզ խնդրում եմ, Ուղղակի զգուշ։ պետք է մի քիչ ավելի զգուշն։ Չէ՞ որ կարողանանք համտեսել։ Օրինակ այս փոքրիկ։ Բայց դու արդեն կշռում ես։ Հա, բայց այդպես է համեղ։ Բայց հրաշալի էր ստացվել իսկապես։ Անուշ, ինձ շատ դուր եկավ այս տրենդը։ Հրաշալի է։ Շատ համեղ է, էլի հերոստատիտողներ։ Համեղ է, չէ, որովհետև աղին քաղցրի հետ շատ-շատերն են հավանում, հատկապես դառը շոկոլադի հետ։ Իսկապես պետք է տանը փորձել, առաջինը խորհուրդ տանք փորձել երեխաների հետ կամ առանց երեխաների հանգիստ պայմաններում պատրաստել այս գնդիկները եւ իհարկե Այո։ սա, ինչու ոչ, բայց մի րոպե Ընտիր։ խառնեցի։ Կներես Անուշ ջան, մսա էլ եմ փորձելու, իսկ դու ասա Անուշ լինի։ Անուշ լինի։ Մենք ձեզ առաջարկում ենք երաժշտություն լսել, իսկ այդ ընթացքում մենք շարունակենք փորձարկել այս համեղությունները։ Դիտեր։ Չէ, այս մեկը։ Ինձ համավա